Պարոն Իշխանյան, եկեղեցու դեմ արշավանքը Նիկոլ Փաշինյանի շարունակում է։ Վաղարշաբաթի ընտրություններից հետո Փաշինյանը հայտարարեց, թե վաղարշաբաթի բնակիչների ընտրությանը մասնակցած քաղաքացիների 48%-ը նոր լիցք են հաղորդել իրենց, չնայած դա 50+ չի, անգամ մասնակիցների առումով, բայց ինչպես է գնահատում եւ այդ ընտրությունների հետ կապված իր մեկնաբանությունը եւ եկեղեցու հետ կապված իր ընտրած տակտիկան, ամեն Կիրակի նոր եկեղեցի գնալ, նոր հոգեվորականների ըստ էության մասնակից դարձնել իր արշավանքին։ Նախ նույնիսկ եթե ինքը 100% հավաքել վաղարշապատում կամ ամբողջ հանրապետությունում, դա նրան որևէ իրավունք չի տալիս խախտելու սահմանադրությունը, մասնավորապես 17-րդ հոդվածը, որով պետությունն ու կրոնական կազմակերպությունները տարանջատված են։ Ինչպես նաև իրավունք չի տալիս խախտելու քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածը, որով կրոնական կազմակերպությունների գործունեությանը խոչընդոտելն է, քրեական պատասխանատվություն սահմանում։ Չի տալիս նրան իրավունք խախտելու միջազգային իրավունքը եւ Հայաստանի պարտավորությունները միջազգային հանրությանն ու աշխարհի առաջ։ Սա պետք է հաշվի առնել, որ ինչ հիմարություն էլ ինքը դուրս տա ընտրություններից հետո, դա որևէ ձևով մեր համակեցությանը այս երկրում չի առնչվում։ Ինչպես նաև նա իրավունք չուներ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, իրավունք չուներ Տավուշից տարածքներ հանձնել, Գորիս-Կապան ճանապարհը հանձնել, հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվել եւ այլն եւ այլն։ Այսինքն նրա լեգիտիմությունը զրոյական է, նույնիսկ բացասական է ավելի, որովհետեւ այն ինչ որ նա անում է, որևէ առնչություն չունի այս քառակուսի կիլոմետրերի վրա ստեղծված համակեցության հետ։ Իսկ այդ որ ինքը ասում է նոր լիցք է հաղորդում եւ այլն, հիշենք, որ նախ թիմ ընտրություններ են դրանք եւ թիմ ընտրություններում նրանք հավաքել են 48%, եթե դա էլ վերաբաշխենք բնակչության մասնակիցների մեջ, այսինքն 26%-ն է հավաքել, իսկ հայ առաքելական եկեղեցին գրեթե 99% հետևորդներ ունի եւ մենք էլ ինչպես տեսնում ենք մտավորականները, երիտասարդները, գրեթե բոլոր նորմալ քաղաքացիները, որոնք հարգում են օրենքը եւ օրինականությունը, սատարում են Գարեգին II կաթողիկոսին, գերեվարված հոգեվորականներին եւ եկեղեցուն։ Բացի դա, նաեւ պետք է հաշվի առնել, որ նույնիսկ եթե եկեղեցում թերություններ լինեն, Նիկոլ Փաշինյանը չէ այն անձը, եթե նույնիսկ չլիներ, այդ պետության եւ կրոնական կազմակերպությունների տարանջատման սկզբունքը, Նիկոլ Փաշինյանը չէ այն անձը, որը որևէ տեղ պետք է ինչ-որ բարեփոխում աներ։ Ինչու՞, որովհետեւ նախ նա հանձնել է 300-ից ավելի եկեղեցի եւ 400-ից ավելի եկեղեցի եւ վանք միասին, 2000-ից ավելի խաչքար է հանձնել Ադրբեջանին, Ադրբեջանը վերացրել է Տանձատապի եկեղեցին, Սուրբ Համբարձման եկեղեցին, կանաչ ժամն է վերացրել Շուշիի, նենգափոխում է Դադիվանքը, Ամարասը եւ ըստեղից որևէ պաշտպանություն, աջակցություն չկա այդ մշակութային, այդ դարավոր ժառանգությանը։ Հետեւաբար այս տղան, այս երիտասարդը որևէ բան չունի, հեղինակություն չունի որևէ տեղ ինչ-որ բարեփոխում իրականացնելու, հատկապես երբ խոսքը վերաբերում է կրոնական կազմակերպությանը։ Պարոն Իշխանյան, տեսեք, օրերս շաբաթներ առաջ ավելի շուտ ԿՊԱ-կան падգամավոր Լիլիթ Ստեփանյանը արեց հետեւյալ հայտարարությունը, որ ազգային անվտանգության ծառայությունը Նիկոլ Փաշինյանի սեղանին է դրել հոգեվորականներին առնչվող բազմաթիվ կոմպրոմատներ եւ որպեսզի նրանք չխայտառակվեն, իր ձևակերպումն եմ օգտագործում, լավ կլինի, որ իրենք, այսպես ասած, հանձնվեն Նիկոլ Փաշինյանին։ Սա չի խոսում այն մասին, որ այս իշխանության օրոք պետությունը գործում է ահաբեկչական կառույցի տրամաբանությամբ, այսինքն հավաքում են կոմպրոմատներ, ընդ որում որևէ քրեական գործով չանցնող հոգեվորականների վերաբերյալ, սարքում են, ձևափոխում են, մի բան կավելացնեն, մի բան կպակասեցնեն եւ որպես ահաբեկչական կառույց, այսինքն Փաշինյանն էլ որպես Նիկոլ Փաշին ալ-Բաղդադի հայտարարում է, որ կամ իմ պայմաններին եք համաձայնում, կամ ձեզ կխայտառակեմ։ Ինչպիսին պիտի լինի վերաբերմունքը հասարակության եւ նորմալ մարդկանց, որոնք ուղղակի հաշ չպիտի լինեն ահաբեկչական նման դրսևորումների հետ։
Նախ մենք բոլորս գիտենք, որ ամբողջ աշխարհում ահաբեկչության դեմ պայքար է գնում, իսկ քաղաքացիական պայմանագիր խումբը իսկապես հանցավոր կազմակերպված խումբ է, ահաբեկչական խումբ է, որը չի գործում օրենքի սահմանադրության սահմաններում, այլ գործում է մեկ ահաբեկողի կմահաճույքներով եւ նոր չի, որ մենք դա գիտենք, մենք կարող ենք հիշել օրինակ Հովիկ Աղազարյանի դեպքը, երբ նա հրաժարվեց մանդատից հրաժարվել, որը տվել էր իրեն ժողովուրդը եւ նրանք վերցրեցին իր հեռախոսը ու բացահայտեցին մարդու սեռական կողմնորոշումը, անձնական կյանքը եւ այլն եւ այլն։ Սա մենք տեսել ենք ամեն անգամ, երբ որ ինչ որ մեկը փորձել է իր ինքնուրույնությունը դրսևորել եւ նա սկսել է ահաբեկչական այդ շանտաժի մեթոդներով անել։ Կարող ենք Ալեն Սիմոնյանին հիշել, երբ որ քրոջ եղբոր կնոջը կալանավորեցին, հետո Ալեն Սիմոնյանը հավատարմության երթում ամենայն հավանականությամբ տվեց ու հետո ազատ արձակեցին։ Այսինքն այս մեթոդաբանությունը այն գլխից 2018 թվականից արդեն գոյություն ունի, նույնը ասենք դատավորների հարցում, հա, որ դատավորը, որ կալանքի խափանման միջոցը փոխում էր Ռոբերտ Քոչարյանի գործով անցնող մարդկանց, նրա դեմ գործեր էին սկսում հարուցել, մինչև անգամ մտնում էին գիտական աշխատանքների մեջ։ Սա նոր երևույթ չէ եւ հասարակությունը պետք է իր փիլիսոփայությունը բերի եւ մերժի այս փիլիսոփայությունը, որովհետեւ 2018 թվականին իդեպ հենց այս փիլիսոփայությունը, այս մշակույթը մերժելու համար էին Հայաստանի քաղաքացիները դուրս եկել պայքարի, հիմա շատ ավելի բացահայտ է դա արվում, եթե այն ժամանակ կարող է տակից ինչ-որ տենց բաներ բացահայտ չարվել, հիմա այս մարդը իր Facebook-ի գրառումներով է այս ահաբեկումները անում, մենք հիշում ենք նաեւ Սամվել Կարապետյանի դեպքում պետության համը կմնա բերանդ, ինքը իրան պետության տեղադրել եւ մարմելադի, դրա համար այս իմաստով այս ամեն իրա գրառում արդեն քրեական գործ է։ Դե թող դատախազությունը զբաղվի այդ գործերով, այդ ահաբեկումներով։ Տեսեք, մենք հաճախ խոսում ենք ատելության խոսքի անթույլատրելիությունից, ատելության խոսքը այսպես ցալել, ծաղկել, զորացել է այս իշխանության օրոք եւ շաբաթներ առաջ արձանագրվեց Փաշինյանի կողմից գեներացվող ատելության խոսքի ցավալի հետևանք, Աբովյանում տեղ ունեցավ սպանություն, որը սպանողի եղբոր մեկնաբանությամբ կապված էր Նիկոլ Փաշինյանի այդ քերակնոջ մասին հայտնի գրառման հետ, այդ գրառման ֆոնին հրապարակային այդ սպանողի եղբայրը ներողություն հայոյանք էր հնչեցրել քրիստոնյաների հասցեին եւ սպանվողը փորձել էր պաշտպանել կամ հասկանալ ինչու է հայոյում եւ այդ Փաստորեն Փաշինյանի մեկ գրառումը շաբաթներ անց դարձավ երիտասարդ քաղաքացու սպանության պատճառ, դուք ինչ եք կարծում, Փաշինյանը գիտակցում է իր արածների հետևանքները, որ ինքը բացի նրանից, որ հազարավոր զոհեր է տվել Արցախում, ինքը նաև հայկական միջավայրում է զոհեր ապահովում։ Ոչ միայն Փաշինյանն է գիտակցում, այլ քաղաքացիական պայմանագրի հասարակությունն է գիտակցում, որ ատելության խոսքը ինքը հղի է ողբերգական հետևանքներով։ Կա այդ տեսությունը, ատելությունը ընդհանրապես ինքը դիտարկվում է բրգաձև, հա, ամենա մանր զանցանքից գնում է դեպի ամենաբարձր հանցանքը, ամենաբրգի ամենատակը, ասենք մարդկանց տենց բաժանելն է մերոնց եւ ձերոնց, հա, օրինակ ասենք, չգիտեմ, ֆաշիստների ժամանակ ինչպես կար այդ արիացի այդ բանը գերմանացի ազգը եւ կային, ասենք, չգիտեմ, հрьяաները, գնչուները եւ այլոք, որոնց կարելի էր վերացնել։ Հետո արդեն գալիս է պիտակավորումը, հա, չգիտեմ, այնտեղ սևեր, սպիտակներ, չգիտեմ, բացիլային կուսակցություններ, շնաբարո դուրսպրծուկներ եւ այլն։ Այդ հետո արդեն գալիս է ինչ որ գործողություններ, խտրականություն, աշխատանքից հեռացում, չգիտեմ, փողոցում թքել մարդու վրա, օրինակ, որը արդեն ավելի ծանր հանցագործությունը, հետո արդեն գալիս է այդ գործողությունները, որ կարելի է եւ այդ մարդկանց դեհյումանիզացիան, հա, որ մենք մարդ ենք, իրանք մարդ չեն, հետո արդեն կարելի է այդ մարդկանց սպանել եւ վերջին գագաթում, հա, եւ վերջի գագաթում արդեն ցեղասպանությունն է։ Բոլոր ցեղասպանությունները տեղի են ունեցել հենց այս բրգաձև դեպի ցեղասպանություն տանող, թե ֆաշիստական Գերմանիայում, թե Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ, թե
հութուները տուցիների նկատմամբ Ռուանդայում, թե Կամբոջայում խմել ռուժը, նույնիսկ եթե ցեղասպանություն չի եղել, այլ տերոր է եղել, օրինակ Ստալինյան բռնաճնշումների ժամանակ կրկին այս մեթոդաբանությամբ եկել է նրան, որ արդարացվել են այս սպանությունները։ Նիկոլ Փաշինյանը եւ իր այդ խմբակը, ընդ որում այդ ովքեր ատելության խոսքը շատ լավ գիտեն, այդ արևմտյան կազմակերպություններն են, որոնք շատ լավ գիտեն ատելության խոսքի ազդեցությունը ինչի է բերում, եւ հատկապես եթե երկրի թիվ 1 մարդն է ասում, եւ շատ բնական է, որ նրա այս ատելության խոսքերից պիտի հանգեր այս սպանություններին։ Ի վերջո նրա ատելության խոսքերի արդյունքում մենք նաեւ 150,000 մարդ է զրկվել իր բնակավայրից, չէ՞ որ Արցախի հանձնումը հենց այստեղից գեներացվող այդ ատելություններ արցախցիների նկատմամբ, որ այստեղ հաստատ Հայաստանում մարդիկ ընդունեցին դա, որ կարելի է Արցախը հանձնել եւ մարդիկ կորցնեն իրենց տները եւ նրանց չաջակցել ու սատարում էին, ասենք, այդ բանին, ցեղասպանին։ Այնպես որ քաղաքացիական պայմանագիր մենք ասացինք հանցավոր խումբ է, գնահատական տվեցինք, ասացինք, որ ահաբեկիչ են, բայց նաեւ այո ցեղասպան են նրանք։ Հիմա հետաքրքիր հարց է առաջանում, թե այս հանցավոր խումբը, ցեղասպանություն պլանավորող խումբը, նաև իրագործման աջակցողները ինչու են աջակցություն ստանում արևմուտքից, որովհետև մենք սովոր էինք արևմուտքին տեսնել ատելության խոսքի դեմ, ինչ որ գրանտներ տալիս, մենք սովոր էինք իրանց տեսնել ինչ որ մարդու իրավունքների պաշտպանության համար փողեր ծախսելիս, մենք սովոր էինք, որ իրանք գալիս մեզ այստեղ սովորեցնում էին, թե ինչպես պետք է վերաբերվել քաղաքական հակառակորդին, հա, ընդդիմախոսին հակառակորդել չասեմ։ Հիմա բայց իմ տպավորությունն է, որ մենք կարող ենք գնալ արևմուտք տրեյնինգներ անել, թե ինչպես պետք է ժողովրդավարություն հաստատել, հա։ Նախ սա շատ էական է շեշտելը, որ այո, հայերը եւ Հայաստանի քաղաքացիները կարող են դասեր տալ, թե որն է ժողովրդավարությունը, որն է մարդու իրավունքները, հատկապես նրա համար, որովհետև հիմա ժողովրդավարության մարդու իրավունքների համար զրկանքներ են կրում հայերը Բաքվի բանտերում։ Ի վերջո Արցախի հակամարտությունը ինքը ժողովրդավարության մարդու իրավունքների հակամարտություն էր։ Մի կողմից ստեղծվել է ժողովրդավար պետություն իր անկախ ինստիտուտներով, փոխվում էին նախագահները, մյուս կողմից կար այդ բռնապետական մի ընտանիքին պատկանող նավթադոլարների վրա աշխատող Ադրբեջանը, որ կեղեքում է ազգային փոքրամասնություններին, լրագրողներին, քաղաքացիական հասարակությանը եւ այլն։ Ու այս պայքարի մեջ փաստորեն բռնապետությունը թույլ տվեցին, որ բռնապետությունը հաղթի եւ ժողովրդավարության պաշտպանները հայտնվեն գերության մեջ, հա, պատանդարության մեջ նույնիսկ։ Ու հիմա այդ զրկանքները կրելով, այո, մենք իրավունք ունենք գնալ ասելու, մենք ժողովրդավարության համար զրկանք ենք կրում, եկեք մենք ձեզ բացատրենք, որն է ժողովրդավարությունը։ Եւ հատկապես այդ իմաստով նաեւ պետքա բոլոր լրագրողները Հայաստանի հասկանան, որ երբ որ ինչ-որ կայսերական պետությունից օտար երկրագործակալ համարվող Էխո Մոսկվից ինչ-որ լրագրողներ են գալիս, նրանք չեն, որ պետք է մեր ցավերի վրա պեչատ դնեն, այլ մենք ենք, որ պետք է պեչատները բացատրենք, թե ինչպիսին են լինում։ Սա ընդհանուր կոչ է Հայաստանի լրագրողներին, թե ինչպես պետք է վերաբերվել մեր ինքնավստահության ու ինքնագնահատականի հարցում։ Մյուս կողմից բնականաբար արևմուտքի համար ժողովրդավար է այն պետությունը, որը պատերազմում է Ռուսաստանի, Իրանի կամ ավելի հեռու Չինաստանի դեմ, այսինքն արևմուտքի համար երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ ստեղծված այդ կանոնները մարդու իրավունքների գլոբալ հակամարտությունների մեջ պարզապես դառնում է զենք օգտագործելու իրենց հակառակորդի դեմ, այսինքն իրենք մարդու իրավունքների, ժողովրդավարության, հակակոռուպցիոն, sense բանակներ են ստեղծում, որը հետո եթե ասենք գլոբալ հակամարտության մեջ են, այդ բանակներով կռվում են այն մյուսների դեմ։ Մեր լավ բարեկամ Արտուր Խաչիկյանը հետաքրքիր ձևակերպում օգտագործեց սիրիական այս հանգուցալուծումից հետո ժողովրդավար ահաբեկիչներ։ Մենք Սիրիայում ունեցանք ժողովրդավար ահաբեկիչներ եւ այսօր արևմտյան պետությունները ընդունում են ահաբեկչի, որը ուղղակի մարդկանց գլխատմանն է մասնակցել եւ Սիրիայի արդարադատության նախարարը, որ էլի արևմուտքում ընդունելության է արժանանում բան, մարդը հայտնի է նրանով, որ իր մասնակցությամբ կա հրապարակված տեսանյութ, որտեղ նա Սիրիայի քաղաքներից մեկի փողոցներից մեկում երկու կանանց է գլխատում, որովհետեւ իրանց կանոններին չեն ենթարկում։ Մենք այս աշխարհում թափես իմաստ ունի Փաշինյանի եւ իր կառավարության դեմ փորձել պայքարել
օրինականության, ես կոչ չեմ անում անօրինականության, բայց ուզում եմ հասկանալ իմաստ ունի սրա, որտեվ մարդիկ հասցուն ահաբեկիչների ընդունում են, ոչ ժողովրդավարների ընդունում են, կանանց գլխատողների ընդունում են, ժողովրդավար ահաբեկիչներ ունենք արդեն, այս ամեն ինչի պայմաններում կարծեք թե անհնարին է դարձել իշխող համակարգի դեմ դուրս գալ։ Եվ հենց սրանից ելնելով սա ձևակերպում է 21-րդ դարի 20-ականներից հետո հայերի առաքելությունը, որ հենց հայերը պետք է այդ կանոնները վերականգնելու դրոշը ունենան, որովհետև ինչպես ասացի, մարդու իրավունքների ժողովրդավարության համար ամենամեծ զրկանքները կրողներից մեկը հայերն են հիմա, եթե ոչ ամենամեծը, ու հենց հայերը պետք է ոնց որ աշխարհին, ոնց եղավ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաղթողները նստեցին իրենց կանոնները թելադրեցին, չէ՞։ Հիմա Հայաստանը պետք է իր մեջ ուժ գտնի, հայերը իրենց մեջ ուժ գտնեն այդ ինքնավստահությունը, որ իրենք պետք է թելադրեն, թե ինչպիսին պետք է լինի մարդկության համակեցությունը, հա։ Մյուս կողմից այդ Ջոլանի հետ կապված մի հատ շատ ավելի զավեշտական բան կա, նույնիսկ եթե ասենք գլխատել է այս արել են, այլ նա չընտրված է, նա ընտրված բան չի, առաջնորդ չի, բացան ժողովրդավարություն պարտադրող երկրները, որտեղ ընտրություններով են ամեն ինչ որոշում, ընդունում են մեկին, ով չի, ժողովուրդը նրան չի ընտրել, ընտրություններ չի եղել Սիրիայում, այդ ոնց եղավ իրենց առաջնորդը, այսինքն լրիվ իրենք իրենց են արմատնել են վերացրել, եթե այն ժամանակ արմատը ջնջխվել էր, մաշվել էր, հիմա դες վերացրեցին ընդհանրապես, ասացին չընտրվածը կարա լինի փաստորեն բան։ Ու հենց հիմա տեսնում եք Սիրիայում հենց երեկվանից նորից սկսվել է ալևիների դեմ այդ ցեղասպանությունները։ Մենք մեր պայքարում նաև պետքա ազատագրենք այդ Սիրիայի կեղեքվող ժողովրդին հենց այդ կանոնները, այդ մարդասիրության օրենքները նորից վերականգնելով։